Փարտիրոջը, գիտեք, երեք մի բան լսեցի, որի մասին որ մտածում եմ, ասում է իմ ընկերս էր պատմում, ասում է պապս այնքան երկար ապրավ, որ ասում է ելավ կախվավ, էլ չէր ուզում ապրեր։ Գիտեք ինչ հասկացա, որ ուրախությունը երկար տարիների մեջ չէ, ոչ է ունեցվածքի։ Երբ որ մարդ չունի իմաստ իր կյանքի մեջ, երբ որ չունի նպատակ, երբ որ չունի այն կյանքին, որի անունն է Հիսուս, ամեն բան ունայն է։ Ու գիտեք ինչն է տարօրինակ, երբ որ քրիստոնյաներն են մտածում, ասում են, եթե ես ունենամ, ես երջանիկ կլինեմ, դու երջանիկ երբեք չես լինի, եթե դու հիմա երջանիկ չես։ Եթե դու կյանքը ունիս ու դու երջանիկ չես, գումարը քեզ երջանկություն երբեք չի պատկա տալու։ Ամեն։ Պատկերացնում եք, բոլորը պատերազմում են, որ 100-ը անցնին, այս մարդը 100-ը մոտ անցել էր, բայց էլ չէր ուզում ապրել։ Ասում է, լավ կախվավ։ Սիրելիներս, երջանկությունը Քրիստոսի մեջն է։ Անկախ նրանից ինչի միջով ես այսօր դու անցնում, մի փոքր հաց ես ուտում, ես չգիտեմ, աշխատավարձը շատ ցածիկ։ Եթե դու այսօր չես կարող ուրախանաս, ես լուրջ բան եմ ասում։ Դու չես ուրախանա առատության մեջ։ Առատության մեջ նույն ունայնությունը քո մոտ կլինի։ Եթե դու հիմա չես սովորե Աստծուց գոհանալ, ինչպես որ Պողոս Առաքյալն էր ասում էր համ նեղության մեջ, համ լենության մեջ, համ հարստության մեջ, համ աղքատության մեջ, ասում է սովորեցինք Աստծուց գոհանալ ու Աստծուն փառք տալու։ Ամեն։ Այնպես որ այս գոհությունը, ուրախությունը պետք է լինի մեր բնավորության գիծը, մեր էությունը։ Ամեն։ Աստված օրհն է։ Գիտեք, խոսքիս վերնագիրը գրել եմ ուրիշինը քեզ կսպանի, կամ ուրիշինը քեզ օգուտ չի, կամ ուրիշինը քեզ վատ տեղ կհասցնի։ Գիտեք, այս խոսքի վերաբերյալ ոնց որ Փարտիրոջը իրականում հարցեր կար իմ մեջ, գիտեք ինչն է կարևոր, երբ որ Սուրբ Հոգին է քո հարցերիդ պատասխանում շատ անգամ, ու իհարկե Սուրբ Հոգին Աստծո խոսքից դուրս ոչ մի բան չի խոսալու։ Գիտեք, չէ, մարդիկ կան, ասում են Աստված sense բան է ասել, երբ որ լսում ես, ասում ես հիմա Աստվածը ասել է, ուզգի ընդհանրապես Աստծո խոսքի հետ կապ չունի, էլի։ Բայց վերնագիրս ուրիշինը քեզ կսպանի։ Ու գիտեք, այս խոսքը որտեղից է ծնվել, երբ որ նայում ես, դու ես տեսնում, նույնպես ապրում ես, ու տեսնում ես շատ մարդիկ, գիտեք, դա ստատիստիկա է, ասում է այսօր մեր մոտ դեֆիցիտ է, գիտեք ինչ է, ստեղծագործման, այսինքն մտածելակերպի ստեղծագործման դեֆիցիտ կա այսօր մեր երկրի վրա, մեր չէ, Հայաստան չէ, ամբողջ աշխարհում։ Այսինքն այսօր գնացել է շատը կոպիրովկեկը, կրկնօրինել, այսինքն ում մոտ ինչ կստացվի։ Գիտեք, այսօր շատ հարուստ մարդիկ կան, ես լուրջ բան եմ ասում։ Իրաց ակաժները սրած ու իրակ ունեն մարդիկ, ովքեր որ հասարակության մեջ ման են գալիս, գիտեք ինչ են անում, ինֆորմացիա են հավաքում։ Ինֆորմացիա են հավաքում, ով ինչ է խոսում, որ գումարները կարողանան ներտնեն։ Ես չգիտեմ, մեր քաղաքի մեջ ուշադիր եղել ես կամ չէ, եթե մարդ մի բան բացում է, մոտ մի ամիս հետո 5 հատ մինիմում արդեն բացողներ կան։ Բայց գիտեք ինչն է տարօրինակ, երբ որ քրիստոնյաներն են սկսվում այս ձեռագրով ապրել։ Ես ձեզ մի հատ բան ասեմ, սիրելիներս, ով է հավատում, որ մեր մեջ ապրում է, քո մեջ ապրում է Սուրբ Հոգին։ Անկեղծ եթե հավատում ես։ Ահա։ Սուրբ Հոգին որ հոգին էր, հիշում եք, ասում է, երբ որ երկիրը անդունդ էր, դադարք էր, անձև էր, Աստծո Հոգին գրված ասում է շրջում էր, չէ, ծննդոց առաջի գլուխ։ Ու ասում է Աստված սկսեց ստեղծագործել իմ բառերով։ Սկսեց ջրերը ցամաքից առանձնացնել, լույս, մեզ ստեղծեց, ես չգիտեմ, կենտանիներին ստեղծեց, բնություն ստեղծեց, լիքը բաներ ստեղծեց, այն ինչ որ մենք այսօր տեսնում ենք, այս ամեն ինչը նրա շնորհիվ։ Այսինքն կա իր մեջ ստեղծագործության մի էություն, որը որ ես հավատում եմ, որ նույն այս հոգու էությունը բնակվում է մեր մեջ։ Հետաքրքիր մի ստատիստիկա, եթե դու գնաք ու ուսումնասիրեք, սիրելիներս, կհավաքեք 50 հոգուց ավել, եթե ոչ 100, այսպես արագի մեջ։ Վերստին ծնված քրիստոնյաներ ինչ հետքեր են թողել մեր երկրի մեջ, ամբողջ երկրակունդի։
Գիտեք, ուղղակի մի քանի բան եմ սենց դուրս հանե արագ, նայում եմ, ասում եմ, հենց շեշտել եմ, վերեստին ծնված քրիստոնյաներ, որտեվ շատերն են քրիստոնյա կոչվում։ Վերեստին ծնված եկեղեցուն պատկանելություն ունեցող քրիստոնյաներ։ Ու գիտեք ինչն է հետաքրքիր։ Այսօր իշքան բրենդային շատ, ես չգիտեմ, Ադամի պաստեկ լինի, հյուտեր լինի, տարբեր քաղցրավարներ լինի, տարբեր բաներ ստեղծել են քրիստոնյաները։ Ու ես ձեզ մի հատ բան ասեմ, ամեն մեկի կյանքը ուսումնասիրելով, նայել եմ, էլի, բոլորն եղել են աղքատության բանկրոտի պարկերի տակ։ Այն կան, որ ասում է, եթե հերս թողնար, եթե պապս թողնար, եթե հոպարս օգներ, ոչ մեկ չի օգնե իրաց։ Գիտես ով է օգնել։ Սուրբ Հոգին, որը բնակվել է իրաց մեջ, ստեղծագործական մտքեր են առել։ Բոլորի հաջողության բանալին եմ ասում, ծոմ եւ աղոտ, ուրիշ ոչ մի բան։ Բոլորը եղել են ծոմերի, աղոտների մեջ, Աստված իր ստեղծագործական մտքեր է տվել։ Օրինակ ես չգիտեմ, կեչուպ են խանձի, խենցի, սենց մի հատ անուն կա։ Ես չգիտեի, որ էս էլ էր քրիստոնեական։ Աստված ռեցեպտը տվել է։ Ես չեմ ասում այն չոկոպայի մասին, պալմոլիվ սաբոն է օրինակ։ Հիմա ասում ես, խե է շեշտում, թասիպի եմ գցում, սիրենես, մեր մեջ ստեղծագործական հոգի կա։ Գիտեք, մենք կարանք ստեղծագործենք, ոչ թե նայենք ով ինչ է անում, ում մոտ ինչ է ստացվում, որ մենք կրկնորենք։ Հիմա նայեք, ես խոսում եմ նյութական բաների մասին, խոսելու եմ նաև հոգևոր բաների մասին։ Սիրելիս, մենք երբեք հաջողություն չենք ունենալու, եթե մենք նայենք մեր կողքիներին ում մոտ ինչ է ստացվում։ Մեկի մոտ կստացվի, քո մոտ կամ իմ մոտ չի ստացվի։ Իմ մոտ կստացվի, քո մոտ չի ստացվի։ Ինչի՞, որովհետև ես կառնիմ Աստծուց, բայց դու կնայես ինձ։ Համաձայն եք։ Օրինակ ես չգիտեի, որ Ամերիկայում տեսել եք սենց մի հատ բարձր շատ մեքենաներ կան, որով որ ինքնաթիռներ են, սենց վերցնում են դեմից ու տեղաշարժներ են անում։ Շատ իրակ մեծ սենց տեխնիկաներ են, շատ մեծ։ Այս օբշես մեքենայի սխեման, այն բանով, մոստով, ես չգիտեմ սրա հայերեն տարբերակները, կարոպկա, դեմի քաշ, հետևի քաշ, Աստված վերցրել է այս մարդու ձեռքը ու սկսել է սենց մադիտով նկարել ամբողջ ինստրուկցիան։ Ու ինքը դարձել է միլիոնատեր դոլարով։ Մեր բանի պատճառով, որ մենք շատ անգամ միայն խոսածողներ ենք։ Ես չեմ նայում այս սարին, ես չեմ նայում այն սարին, իմ հայացքս միայն քեզ, որտեղից կգա իմ օգնությունը, բայց շատ անգամ սարերի վրա է մեր ուշադրությունը։ Այ մարդիկ, որոնք որ իրաց աչքեր, իրաց հայացքները կտրեցին սարերից ու նայեցին այնտեղ, որտեղից կգա նրանց օգնությունը։ Ու Աստված օրհնեց ու Աստված չուշացավ։ Ինչքան շուտ քո հայացքը կտրես սարերից, այնքան շուտ դու կօրհնվես։ Օրինակ, ինչի՞ք իմ մեջ տարօրինակ լուրջ եմ ասում։ Դու հավատում ես, որ Աստծո հոգին բնակվում է քո մեջ, բայց չես հավատում, որ կարող այս հոգին քեզ մի հատ միտք տա, որ դու իրականացնես։ Գիտեք, Աստվածաշունչը հետաքրիր մի տեղ կա, որի կուզեմ կարդամ։ Եբրայեցիս 11:29։ Գրված ասում է. հավատքով անցան կարմիր ծովը, ինչպես ցամաքով, որի փորձը եգիպտացիներն անելիս խեղդվեցին։ Սիրելիս, այստեղ մի հատ շատ յուրահատուկ օրինակ է բոլորիս համար։ Ասում է, նույն փորձը արեցին եգիպտացիները, բայց նրանք խեղդվեցին։ Հիշում եք ինչ արեց Իսրայելը։ Գրված ասում է, եկան մի հատ աներանելի վիճակի առաջ կանգնան կարմիր ծովի, ու Աստված ու Մովսես աղաղակեց Աստծուն, Աստված մի հետաքրքիր հայտնություն տվեց անձամբ նրան։ Այս հայտնությունը պատկանում էր Մովսեսին եւ Մովսեսի հետևորդներին։ Ասեց գավազանը կբարձրացնես, ծովը կբացվի։ Ինչ արեց, գավազանը բարձրացրեց, ծովը բացավ։ Հայտնություն էր։ Փրկություն եկավ ազգի մեջ։ Նույն հայտնության մեջ մտան եգիպտացիները, մտել էին, ցամաքի մեջ մտել էին, այնեն չէ որ իրաք չմտան։ Բայց գրված ասում է նրանք խեղդվեցին։ Գիտեք խի եմ գրել, ուրիշի փորձը, ուրիշինը քեզ կսպանի։ Ես որ Սամարա էի, հիշում եմ մի հատ sense լուրջ հովիվի հետ բունտ եղավ եկեղեցու մեջ, մեր որոշ ծառայողներ ու երկու տղա մի աղջիկ դուրս եկան եկեղեցուց, որից երկուսը ավակներ էին։
Քիշեք մի ժամանակ sense մի հատ ես չգիտեմ, ես նոր ապաշխարը այս բանն էր շատ պատտվում եկեղեցիների մեջ։ Ինչ տղա որ ուզում ես, դու իրան պետք է նկարագրես կամ ինչ աղջիկ ամուսնանալու համար։ Թղթի վրա նկարագրում ես աչքերի գույնը, մազերը, էս ու միշտ աղոթում ես այս թղթով, որովհետեւ ասված դա։ Ինչի, որովհետեւ Ամերիկայում չգիտեմ ով վկայել էր սրա մասին, որ ինքը նկարագրել էր մի հատ քույրիկ ու ինքը նույն տղուն ստացել էր։ Ու ես չգիտեմ, այս ժամանակ շատ էր այս բանը մոդա էլ բոլորը նկարում էին ու գրում էին։ Ու գիտեք ինչ ստացավ, երբ որ մեր ժամանակ հարցի առաջ կանգնան, իրաց ուզած տղեն չեկա, ոչ է իրաց ուզած աղջիկը։ Ու երբ որ հովիվը այնտեղ բաներ սկսեց խոսալ, խոսած ծականն է իրաց դուրը չեկավ։ Ու իրակ թողին եկեղեցուց ելան։ Ու գիտեք ինչն է, ինչ եմ հիշե։ Սրանից էս, որովհետև 4-5 տարի, ինչ 4-5 տարի։ Մոտ մե 8-9 տարի հետո էլ Սամարա եմ գնացել։ Երբ որ խոսակցությունն եղավ, նրանք մինչև հիմա այս երկուսը, այն մեկի մասին չգիտեմ երրորդը, նշանված չէին, ասում են իրակը լը սպասում են։ Հիմա կասում դու կարող եք ստանան։ Սիրենես մոտ 50-ի մոտ են արդեն։ Ոնց որ մի անգամ մի հատ մարգարե ասեց, ես չեմ ուզի լինեմ 80 տարեկան նոր քշեմ մի հատ այն լավ S-class Mercedes։ Հիմի տուր։ Քանի կարանք վայելենք, քանի ջայլենք, քանի խելքերս քասնի, ուժերս տեղն է, հիմի վայելենք։ Որ 80 տարեկան ես S-class Mercedes-ը վերցրինք, էլ մենք է չենք կարող վարենք, մեզի վարորդ է պետք, որ մեզ տանի բերի։ Նույնը այստեղ էր, ուրիշի հայտնություններն էր, որի պատճառով նրանք համ եկեղեցուց ելան, համ հիասթափան, համ անախորժության մեջ։ Հիմնայեք սիրենես, այսօր շատ վտանգավոր մենք ժամանակների մեջ ենք ապրում, որտեղ այսօր համ օրինակներն են շատ, համ ինֆորմացիան է շատ։ Սրանից այն տարի քրիստոնյաների մասին է սա խոսքը։ Եղբայրներով այսպես կանգնած ենք, ես Մոսկվա է ու հետաքրքիր էր, ոնց որ առաջարկեցի, ասեցի, եղբայրներ, ես շատ եմ սիրում շոկե բաղնիկ։ Շատ եմ սիրում։ Առաջարկեցի, ասեցի, եղբայրներ, քելեք գնանք միասին, էլի, ոնց որ միշտ մենակ եմ գնում կամ հետս իմ աշխատողներից ես միշտ մեկին եմ վերցնում, որոնք որ աշխարհիկ են, էլի, ավելի հաճելի է քրիստոնյա։ Ու ես հասկացա ինչ ոնց որ լավ չնայեցին այս կողմով ու լավ է չընդունեցին, էլի։ Դե Աստված իրաց օրհն է, դա իրաց հայտնությունն է, իրաց տեսիլքն է։ Չեմ ինձ ոնց որ sense մի տեսակ բանով էլի, մենք sense տեղեր չենք գնում ու երկրորդը, քեզ էլ խորհուրդ չենք տա։ Ու գիտեք ինչն էր, հետաքրքիր ամեն անգամ գնալուց ոնց որ մեջս դադապարտություն լիներ։ Ասում եմ, բայց ինձ էլ խորհուրդ չեն տա, էլի։ Բայց նայում եմ, ոչ մի վատ բան չկար, էլի։ Ոնց որ երթաս սևծով մարդ կա, որ գնացել է բատումի բան։ Խոսքի այնտեղ բոլորը չէ կարան ոչ սենց երկար հակուսներով մանկան, չէ, վերջով ծով է, գնում ես լողանալու։ Նույնն է խոսքի շոկե բաղնիկ ինքը շատ մեծ է։ Գիտեք, ամեն անգամ մտնելով ոնց որ մեջս բան եղներ, դատապարտություն կար։ Բայց երբ որ վերև էի նայում, տեսնում էի Աստծո կողմից կանաչ լույս է, նորմալ է, ոչ մի սենց վատ չկա։ Ու գիտեք ինչն էր սրա բանը, երբ որ մի քանի ամիս առաջ, մի երկու ամիս առաջ, ես այս նույն տեղը հայտնվա շոկե բաղնիկում, որտեղից որ այս միտքս է ծնվել, ու այնտեղ գիտեք ինչ կա, այս շոկե բաղնիկների մեջ, երբ որ հավաքվում են, սկսում են այս հայերեն չգիտեմ, պարիտ են անում, ու պարտադիր երաշտություն են միացնում։ Այս երաշտության տակ այնտեղ հատուկ sense կանաչների նյութեր են լցնում քարերի վրա, որովհետեւ դու շնչես, այս շնչառությունը դիտակ դալել, ռելաքս հաջույք ես ստանում։ Ու մեկը սկսում է քեզ բարի տանել։ Ու այս մոտ հավաքվում են 25, 30, 40 հոգի միաժամանակ։ Ու գիտեք, այս վերջի անգամ ես երբ որ մտա ներս, մի հատ եղբայր էր բոյով ամբողջ այսպես մարմինը տաճվածներով երևում է, որ ռեպցենտր էր հավարդե ժամանակին, ինք այսպես լավ տրբով, ասեց եղբայրներ, քույրեր, հիմա ես ես բոլորիդ կսկսեմ ծառայել, իրա խոսքերն եմ ասում։ Ու կային տարբեր ազգեր նստած մեր կողքը, կային այս իմ կողքս մուսուլմաններ են, հիմա հաստատ չեմ կարող ասեմ, Դագեստանցի են կամ ուրիշ ազգ են, բայց մոտ այս կողմերից էին։ Մեծ 4-5 հոգի տղա էին, ու տարբեր, կիրգիզ կա, կազախ կա, ռուս, տարբեր։ Ու գիտեք ինչ միացրեց, որը գնաց,
հայ մեր որ երկինքսես, սուրբ լինի անունը քո, ռուսերեն, ու ինքը սկսեց բարի տանել։ Մի մոմենտ մտնոլորտը ոնց որ տեսնես բան եղավ, մարդիկ սենց իրաց լավ չզգացին, բայց դուռը բաց է, ով չի ուզում դուրս ելեք։ Ու մեկը մտնոլորտը փոխվավ, բոլորը հանգստացան, ու ինքը սկսեց ծառայել մեզ։ Երբ որ ծառայում էր հայ մերը վերջացավ, սկսավ քարոզչությունը Քրիստոսի մասին։ Մոտ մեկ 15 րոպե ու վերջացավ։ Երբ որ վերջացավ, այս եղբայրը կանգնեց ու ասեց. կա ինչի մասին, այսպես ասեց, կարելի է մտածել այս խոսքերի վերաբերյալ։ Ու վերջ։ Անհամբեր ուզում եմ նրան մոդիգնամ, շուտ հարցնեմ դու որ եկեղեցուց ես։ Ինքը հավաքեց իրանը, դուրս ելավ, մի անգամից մարդիկ մոտեցան նրան։ Ինքը կանգնավ ու մոտենում էին նրան։ Ու գիտեք ինչ հասկացա։ Դա իր տեղն էր, որտեղ ինքը ավետարանն էր քարոզում։ Դա իր այն տարածքն էր։ Իր բեմն էր։ Ինքը ընդեղ էր գտե ավետարանչությունը քարոզել։ Ու այստեղ հասկացա, որ այն խոսքն եկավ Պողոսի, որ ասում է, եթե դու միս ես ուդում օրինակ, ուրիշին մի դատապարտե։ Քո մոցկանն է բացվե կանանչը, միս ուդողին մի դատապարտե։ Ու գիտեք ինչն էր հետաքրքիր։ Այս մարդուն շատերը մոտենում էին ու ինքը ես չգիտեմ ինչ էր անում, որպես սուտ չխոսամ, բայց Քրիստոսից էր խոսում։ Հիմա հասցե էր բաժանում, աղոթք էր անում, ինչ էր անում։ Ու ասում եմ Աստված ջան, նա ինչքան ուժեղ է։ Երբ որ մարդ կարա լսի անձամբ քեզ ու կապիրով կեք չենե։ Գիտեք, կներեք ես արդայությանս համար, բայց Աստված թուտակների հետ գործ չի բռնե, որի մասին որ Աստված ինձ է ասել, դրա համար եմ ես համարձակ խոսում եմ։ Ինձ որտեղ մի անգամ ասեց, նայ հանգարց թուտակ չդառնաս եկեղեցու մեջ, ոչ էլ արձան։ Այս օրվանից իմ մտածելակերպը սկսեց փոխվել, սիրելիներս, լուրջ եմ ասում։ Ես սկսեցի, այո, միգուցե շատ էի այս սարին, այն սարին նայելով բաներ կր, ասի Աստված քեզանից եմ ուզում ստանամ։ Աստված ուզում եմ այն կենտանի ապրիմ ու կենտանի օրինակներով ուրեմն խոսալ, ծառայել, թե վարվել։ Բայց ես նայ հանգարց արձան չդառնաս։ Արձանը գիտենք, ամեն մեկը արձանը միշտ իր տեղն է, բայց անշարժ է ներսից։ Ու դրսից պրինցիպի էլի։ Այնպես որ սիրելիներս Աստված գործ է բռնում անհատների հետ։ Սիրելիներս ամեն մեկիս օծությունը տարբեր է այստեղ։ Ամեն մեկիս շնորհքը, ամեն մեկիս հնարավորությունները տարբեր են։ Ամեն մեկիս կարողությունն է տարբեր։ Եթե ես քեզ նայեմ, կարող ես հիասթափվի, ասեմ, նայ ես եղբայր ինչ վարժ է խոսում, գրագետ է խոսում, լավ է խոսում, են քույրիկը, նա ինչ լավ է կարդում, այս մեկը ինչ լավ է աղոթում, ասեմ, ինձ բան չմնաց, ոչ մեկից ես լավ է, այսինքն չեմ համապատասխանում։ Ես իմ ուժերից չափով եմ, ես իմ կարողությանս չափով եմ, ես լավ եմ զգում իմ կարողությանս մեջ, իհարկե աճինք, ավելի ձգտենք, բայց չհիասթափվենք, չնայենք ու չկապիրովկեք չենենք ամենակարևորը։ Ու գիտեք Մատթեոս ավետարան 14:28-ը, նայեք ինչ մի հրաշալի տեղ է գրված, Մատթեոս 14:28 Եվ Պետրոսը պատասխան տվավ նրան եւ ասեց. Տեր, եթե դու ես, հրամայիր ինձ, որ ջրերի վրայով քեզ մոտ գամ։ Սիրելիներս, այսօր այս օրինակ է, գիտեք այս տեղը։ Մարդ կար, ովքեր որ ջրերի վրայով քայլեց։ Համաձայն եք։ Օրինակ է թե չէ։ Հեչ փորձել ես ջրերի վրայով քայլել։ Հարց եմ տալիս մենակ անկեղծ։ Կարող է մենակ գնացած եղնից չիշխան, ասես մի հատ կանի փորձեմ։ Չկա երևի։ Ինչի։ Հարց եմ տալիս, ինչի։ Որովհետև դու հիմա կպատասխանես։ Դե Աստված պետք է ասի։ Հիմա հարց ունիմ քեզ, այն թաքնված հայտնությունները, այն թաքնված այն օրինակները, Աստված է ասել որ պահես։ Այն ինչ որ դու լսել ես կամ նայել ես ուրիշ ծառայողներից, որոնք որ հաջողված են ու ավելի բաներ է ստացվել իրաց մոտ, ոնց որ մի ժամանակ բենի հինի պենջակն էին շպրդում, սկսին բոլորը պենջակ շպրդել, կամ են մի հատ բառ կա, թաչքս էին շատ, ես չգիտեմ այս բառը ինչ բառ է, դաժե ինչ է նշանակում, հպում, այս մարդը ամերիկացի էր, չէ, անգլերեն պետք է խոսար, ոնց որ ես ասեմ հպվիր, ամբողջ աշխարհը խոսած հպվիր, ռուսը պետք է պրիկայսնիս օրինակ,
Ես պետք է ասեմ հպվիր, չէ, Բենի հինը ասում էր թաջ, ուրեմն բոլորս ասենք թաջ։ Բենի հինի մոդը կստացվեր, դա իր հայտնությունն էր, կամ երկու մատով կկպներ։ Աստված օրհնե բոլորին։ Մարդիկ կան, ովքեր որ հրում են։ Բայց եթե Սուրբ Հոգու հպումից չընկան, մեր հրելուց հաստատ չեն ընկնի։ Հիմնայք այստեղ շատ հետաքրքիր տեղ է։ Աստված Պետրոսին ասում է արի, ու Պետրոսը համարձակ սկսում է քայլել։ Սիրելի քույրեր, եղբայրներին է, բայց քույրերին ավելի շատ հանակ եմ անում։ Սիրելիներս, այսօրվա իմ խոսքս լուրջ եմ ասում, բերելու է համ ազատագրում, համ պարզություն բոլորիս մեջ։ Հիմա դու այն ինչ որ ես ասելու եմ, դու անկեղծ քո մեջ պրոստը պատասխան է։ Այսինքն այս տեղը, որտեղ որ Աստված ասում է Պետրոսին, արի, ինքը շատ ուժեղ, կարևոր, նշանակավոր տեղ է։ Գիտեք, մենք ուշադրություն ենք դարձնում այն մեծ բաների վրա, այն փոքրները ասում ենք, դե երբ որ Սամարայի ապաշխարել է, մի հատ հովիվ եկավ ու քարոզում էր ծոմի մասին։ Իր ծոմը գիտեք ինչի մեջ էր։ Այս մարդու հայտնություններ։ Ես չգիտեմ, քանի ամիսով ծոմ էր վերցրել, Աստված մինչև մարդ չապաշխարե այսինքն չապաշխարե մարդ, ես հաց պետք է չուտեմ։ Ասում է օր եղե 5 օր հաց չեմ կերել, չեն ապաշխարե։ Ու ինքը գյուղի հովիվներից էր, այսինքն Սամարայի գյուղերից էր ինքը։ Ու հիշում եմ, պատմում է, ասում է, բայց այսօր ես քարոզից հետո հաց եմ ուտելու, բոլորը sense նայում են իրան, ասես որովհետև նոր գալուց մի հատ կին էր կանգնած երեխայի հետ ծեր էր ասում է, այսպես մեքենա էր կանգնեցնում, որպեսզի Սամարա բերեի։ Ու ասում են, երբ որ հայլից նայեցի, ասեցի կերակուրս պատրաստ է։ Այսինքն դա իր հայտնությունն էր։ Ու գիտեք ինչն էր հետաքրքիր, այս կինը մուսուլմանկա էր։ Դե քարոզից հետո է մարդ կսովասնա, չէ։ Լավ ջանք էր թափել ժամանակ, որպեսզի ապաշխարեր այս կինը, որ ինքը կարողանար հովիվ հետո գնար հաց ուտեր։ Սիրելիներս, գիտեք, երբ որ ես փորձեցի այս միտքը վերցրեցի մի անգամից, նոր ապաշխարած վարված չէ, նայում ես, ես էլ վերցնեմ, Աստված, ասես դա քոնը չի, հանգարտ չփորձես, չսեպագանաշնորես, ասի, բայց ուզում եմ ծոմի մեջ մտնեմ, ասես 40 օր վերցրա, ամեն օր առավոտ 8-ին կանգնի իմ առաջ, ու ազատագրում ու շնորհք ու զորություն էր թափվում վրես, դա իմս էր, ուղղակի ուզում եմ sense մի երկու պատմություն պատմել, հա։ Սոչի նոր է ապաշխարել ու քուրս, մեկ քուրս փոքրը։ Ոնց որ երեք sense որ հղիանում էր, խնդիրներ, բան, հետո էլ հղիացել էր ու մի անգամից փեսը զանգեց, բարմեն շուտերը արի քրոջդ համար աղոթե, ես էլ sense ամաչում է, էլի աղոթե, նոր եմ ապաշխարել, ոնց որ նե քրոջդ համար առաջի անգամ իրա քեզ նոր փոխված են տեսել, բա։ Sense ոնց որ աշխատանքից էի վերադառնում տուն ու կանգնած ասում եմ Աստված ջան ոնց որ ամաչում եմ էլի աղոթեմ ինչ անեմ բարձ լսում եմ ասում է այս խաղողի հյութը խաղողը ճուտ այսը ճտով խաղող վերցրա ճզմե բաժակի մեջ աղոթե տարտուր թող խմե լուրջ եմ քնած այսպես մեծ ճուտ խաղող առաջ ճզմի սկան սոկ բռնեց աղոթեցի տարապուր ասին Արմինեին քրոջս ասեցի դա աղոտած է խմի, ինքնը հավատքով էլի շատ, խմեց, մի 3 հատ տղա, մի հատ աղջիկ ունի, դե իհարկե չեմ ասում, որ Փառք Աստծուն, ճիշտ հասկացեք, էլի չեմ ասում, որ, բայց հասկանում եմ, որ այս ժամանակվա համար, ու գիտեք ինչ եմ հասկանում, որ եթե հիմա ես լինեի Բենի հինը, օրինակ եմ ասում, սենց հեղինակավոր 50-ից ավել տոկոս, եթե դուք ցուցե չտային մարդիկ, ծածուկ կանային ես օրինակս։ Կճզմեին, կաղոտեին, կտանեին, կսեն խմե։ Պրոստը գիտեք ինչի հարցն է։ Օրինակ, ես չունիմ ես հեղինականությունը։ Ողջույն։ Բենի հինը ունի, օրինակ եմ ասում։ Իր օրինակների շատերը կսկսեն կրկնորնել, բայց ասեմ անպտուղ կեղնի։ Անպտուղ։ Մի հատ աղջիկ ընդեղ է ժամանակ քրիստոնյա էր
մոտ շատ երկար ժամանակ ոչ երեխաներին չէր կպնում։ Եկեղեցի տելընտանը պես չէր գալիս իր ամուսինը հայրա էր։ Հաց չէր ուտում, հայլու մեջ իրան չէր նայում, մի հատ 40 քանի կիլանոց էր դարձել։ Ու հետաքրիր է, մի իմ ավակս է ժամանակ ասում է Արմեն եղբայր, ծոմ պայ է աղոտենք, որպեսզի գնանք նրա համար աղոտելու։ 3 օր ծոմ ենք, պայ աղոտում ենք։ Ինչ ձև աղոտում եմ, ոչ մի ձև աղոտքս առաջ չի գնում։ Այսինքն չեմ կարող աղոտեմ։ Ուզում եմ ասեմ խոսքի ազատագրե էս բերանս չի բացվում։ Հենց ծնգի եմ գալիս, մի հատ պատկեր եմ տեսնում։ Երաշտությունից բռնած եմ, որ ասում է Սուրբ Հոգի հպվիր ինձ, սենց մի հատ երգա։ Տեսնում եմ այս երաշտությունը, այս աղջիկը նստած է այսենց աթոռի վրա, այս իմ ավակս ետևից լեզուներով է միայն աղոտում ձեռքերը սենց մեկնած, ու այս ջուր եմ լցնում իր գլխին, ձեռքերին ու ոտքերին։ Ուրիշ ոչ մի բան չեմ տեսնում։ Երրորդ օրը գնում ենք իր մոտ։ Ես ոչ մի բան չեմ ասում ոնց որ ավակիս աղոտեց, խոսացինք, այս կինը չէր ուզում մեր դեմքին նայեր ճիշտն ասած, էլի։ Այն որ ծանր մտնոլորտ, չես կարա բերանդ բացես։ Շատ քրիստոնյաներ գնաց է աղոտել էին, բան։ Ու վերջում ինչ թե Աստված օրհնե ու ելանք։ Ելանք եկոնք սիրտս ծանրացած է։ Որ ինչի չես ասում։ Ու սենց այս ավակս որ տարավ ասում ես ոնց որ թե ոչ մի բան չստացավ, էլի։ Ոչ մի բան չստացավ։ Ասի գիտես մի հատ սենց մեջս բան կար։ Մի անգամից ձեռքս բռնեց ու մտանք նրանց տունը։ Երբ որ մտանք, գիտեք ինչն էր ուժեղ, երբ որ ջուրը լցրեցի գլխին, հետո ձեռքերին, ոտքերին կպնելու պես ոչ մի բան չեմ չափազանցնում։ Իրա տան մեջ ելավ այսեն ու գոռում էր պրոստ ու Աստծուն փառք էր տալիս, աչքերից արտասուքները գնաց, երեսի գույնը փոխվեց, սկսեցինք հաց ուտել այնտեղ, ահագին նստանք, եկավ եկեղեցի ու փառք Աստծուն, շատ ամենի շատ լավ էր։ Նայեք, սրանք անհատական հայտնություններ էին տվյալ իրավիճակի համար։ Հիմա մարդիկ կակ, ովքեր որ վերցնում են ծոմեր, խոստմունքներ են տալիս Աստծուն, որը որ ձերը չէ, սիրելիներս, մերը չէ։ Ու գիտեք, ես երբ որ այսպես մի երկու բանի մասին խոսացել եմ, մարդիկ կային, ովքեր որ իրաց մի փոքր, այն որ ասում է սերմնացան, ելավ ցանելու։ Կընտունես, ընտունե, չես ընտունե, Աստված էլի քեզ օրհնե, քո գործն է, բայց ես քեզ որպես եղբայր խորհուրդ եմ տալիս։ Ինչի ջրերի վրայով քայլելու համար պետք է Աստծուց լսես, իսկ ուրիշ բաները վերցնելու համար դու պետք է չլսես Աստծուց։ Չէ, հարց եմ տալիս, անկեղծ մի դու պատասխանեք քեզ։ Ինչի ջրերի համար պետք է պարտադիր Աստծուց լսենք։ Գիտեք, չէ, Յոնգիչոյի եկեղեցու, գիտեք, այս հանրաճանաչ շատ պատմություն է։ Երբ որ Աստվածաշնչյան դպրոցից ելել են, այնտեղ ոնց որ կանալ է եղել, այսպես հոսացող շատ գետ, արագ։ Դա ասել են ու այս թեման է ոնց որ եղել, էլի, որ Հիսուսը ջրերի վրայով քայլեց։ Ու ասում է, թե մենք է կարանք, երբ որ կանգնում են ու խեղդվում են այս երկու երիտասարդը։ Ու շատ մեծ աղմուկ է բարձրանում ամբողջ այս իրաց քաղաքով։ Երբ որ հրավիրում են Յոնգիչոյին, այսինքն որպեսզի ասում են դուք սովորացնում եք սենց բաներ ջրերի վրայով քայլել։ Ասում այո, մենք սովորացնում ենք, բայց մինչև Քրիստոսը չասի արի, մի արի։ Այո, մենք սովորացնում ենք, բայց մինչև Հիսուսը չսե էրա, ներսիցը չստանաս, մի էրա։ Ուրիշի մոտ կստացվի, քո մոտ չի ստացվի։ Սիրելիներս, մի հատ բան ասեմ։ Մեկին տված է 1 տաղանդ, մյուսին տված է 3 տաղանդ, այն մեկին տված է 5 տաղանդ։ Համաձայն եք։ Հիմա ամեն մեկի հետ Աստված ինչ է կարծում, ասես հավասար գործում է, պահանջները հավասար է, չկա սենց բան, հավասար չի կարա լինի։ Գիտեք, կա սես ամբողջական Աստծուց տրված պատվիրանք բոլորիս, սուրբ պահել, ճիշտ է, պատվիրանները պահել, ծոմ պահել, աղոտ պահել։ Սա բոլորիս է վերաբերվում, չկա 1 տաղանդ, 3 տաղանդ կամ 5 տաղանդ, համաձայն եք։ Բայց կա անհատական արդեն մոտեցումներ, որը որ Աստված ցույց է տալիս ամեն մեկին իր օծության
կարողության ու կանչի չափով։ Օր խնդրեմ կարող եք նվագել սիրենես։ Նայեք, ով գիտեր Սամսոնին, կարտացել է, գիտենք։ Նրա ինչի մեջներ զորությունը, լավ գիտենք Մազերի։ Ինքը ինչ էր Նազարեի։ Նազարեն նշանակում էր ուխտի մեջ մտած, այսինքն Աստծո հետ մեր խոսքը, պայմանագիր կնքած մարդ, ով որ Աստծո հետ ուխտի մեջ է մտնում։ Հիմա հարց եմ տալիս, չամի ճուդելը մեղքետ է չէ։ Իսկ խաղողի կուդը իրան չէր կարելի։ Բացեք, կարտացեք։ Թվոց այստեղ պրո շատ երկար է, դրա համար ես չեմ կարտալու։ Թվոց 6:2-21-ը ամբողջական գրված է Նազարեի մասին։ Ասում է գինի չխմես, մերելին չկպնիս։ Երկրորդը խաղող չուդես, չամիչ չուդես, խաղողի կուդը չուդես, խաղողի այգու մեջ չմտնիս։ Հեշ մարդ եղել է, որ խաղող եկել է ու հարպել է սենց։ Էլ քեզ պայել չի եղել։ Սլեն է ինչ է, էլի խաղող եկել է։ Սենց մարդ կա էջ։ Չկա, չէ։ Եկամ է ասում են, լշուտ ես խաղողի կտերը տարեք, երեխեքը չուդեն, ինչի, դե կերանը մի հարպան էլի պիտի կպնին կլուխներս։ Սիրելի քույրեր և եղբայրներ, Սամսոնին չէր կարելի, Իսրայելին կարելի էր, ռավիններին, լավ, ռավիններ չէ, ժամանակով էին տերդերն ոնց էին կոսում, քահանաներին կարելի էր, Սամսոնին չէր կարելի, չէ արի բոլորս կուդը չուդենք, որպեսզի մենք էլ լինենք զորավոր, հարցը զորության ուդել չուդելու մեջ է, հարցը ընծայման, պարկևի, օձության ու կանչի մասին է։ Ես պատկերացնում եմ այս ժամանակի քանիսն են մազեր երկարացրել, որ Սամսոնին նմանվեին, բայց անօգուտ էին։ Սամսոնը գրված ասում է, էշի չանով սենց վերցնում էր, 1000 հոգի մարդ սպանեց։ Նրանք երևի մի հոգու չէին կարա քծեին, բայց մազերները երկար էր, ինչի Սամսոնին նմանվին։ Սիրելի քույրեր և եղբայրներ, ինչքան շուտ մենք ազատվենք տարբեր օրինակներից, այնքան շուտ կլինենք բաներ, օրհնված, ապահովված ու յուրահատուկ ամեն մեկս մեր տեղը։ Հիմա միգուցե այսենց ասում ես, ոնց որ այո, գիտեք, երբ որ մի քիչ շատ եմ շփվես բաների մասին, երբ որ տեսնում ես, մեկը կասի դադապարտում ես, չեմ դադապարտում, սիրելիներ, ուղղակի համաձայն Աստծո խոսք, մտքերս եմ բարձրացնում։ Ես այս կողմով եմ հասկանում ու տեսնում։ Հիմա մի հատ հարց տամ, նայեք, Օրալ, ավելի ճիշտ պատմություն պատմեմ, Օրալը Ռոբերտսինով գիտե, բոլորս լավ գիտենք, ինքը շատ մեծ պտուղներ է թողել, Աստված իրան հայտնություն է տվել, 3 ամիս, գիտես ինչ արա, միայն ավետարանները կարտա, Մատևոս, Մարկոս, Ղուկաս, Հովանես, ուրիշ ոչ մի բան չկարտաս, ուրիշ ոչ մի բան չլսես, ու ասել էր 3 ամիս հետո ես քեզ տալու եմ օծություն նոր։ Ու գիտեք ինչ կատարվավ։ 3 ամիս հետո, ու գիտենք ինքը ով է Օրալ Ռոբերտսը, աջ ձեռն է իր եղել։ Գլխներին ում դրել է, նրանք բժշկվել են։ Դա իր հայտնությունն է։ Ես երբ որ լսել եմ իր պատմության մասին երկար տարիներ առաջ էր, ասի ես սկսեմ 3 ամիս կարտալ։ Հասկանում ես, որ դա անօգուտ է։ Անպտուղ է։ Սիրելիներ, ամեն մեկս անձամբ պետք է առնենք Աստծուց ու իրականացնենք, որպեսզի համ լինենք Սամսոններ, համ Գեդեոններ, համ էլ Մովսեսներ։ Գիտեք, մի հատ հետաքրքիր էլի օրինակ եմ ուզում պատմել։ Հիշում եք Մովսեսի օծը, երբ որ գավազան օծ դարձավ։ Գիտեք, այս տեղերը, երբ որ մտածում է, հենց ուժեղ sense ներսս վառվում էր ուրախությունից։ Ինչից ծնվավ այս հայտնությունը, որ գավազանը ծնվավ օծ։ Ծածուկ սենյակից։ Շատերը այսօր ծածուկ սենյակ չունեն, հարաբերություն Տիրոջ հետ փոխհարաբերություններ չունեն, ծոմերի մասին խոսք չկա, գիտեք ինչ են ուզում, շատ հեշտ, են որ կա հեշտ հարստանալ, հեշտ օծություն ձեռք բերել, չի լինի այդ ձև, Մովսեսի օծը,
գավազանը դարձավ օծ այն ժամանակ, երբ որ ինքը Աստծուց անձամբ լսեց, ու երբ որ քծեց, գավազանը օծ դարձավ։ Հիմա կասես, բա մոգերը, շատ ճիշտ ես, բա մոգերը, մոգերի գավազաններն էլ գրած օծ դարձավ, բայց գիտեք ինչպես ավարտվեց։ Մովսեսի օծը կուր տվեց մոգերի օծերին, ցույց տալով ֆարշիվին կեղծը բնականից, իրականությունից։ Ցույց տվեց, Աստված հաստատել գիտե։ Աստված հաստատել գիտե։ Մոսկվայի կոնֆերանս է մի 3 տարի առաջ։ Ով է ուզում օծություն։ Ով չի ուզում, սաղս է ուզում ենք։ Սրտիս եկավ 50 հոգի, $1000, բերեք տվեք որ աղոթեմ օծության համար։ Եթե մի բանը փողով պետք է առնիս, ես մտածում եմ, հիմա չգիտեմ, եթե 1000 չունեմ, այն մեկն է, կներեք, ծուլ, իր համար կիրակի կալացող եկեղեցին քրիստոնյա է, բիզնեսմեն, ուշք ու միտքի իր գործերն է, իր գումարներն է, այս մյուսս եկեղեցու մեջ խոնար ծառայող, ծոմերի, աղոթքների, ամեն կարիքների մեջ կա, գումար չունի։ Բիզնեսմենն եկավ, արդեն օծություն ունի խոսքի սենց Սամսոնի, արդեն սկսում է վերևից նայել, ինչքանով է արտար։ Չէ՞ անկեղծ, ինչքանով արտար կլինի։ Գումարները հոգևոր աշխարհի մեջ ոչ մի հարց չի կարա լուծել, որ տանք, բան ստանանք։ Ստեղ գործում է ծածուկը։ Այն խաչը ո՞նց է։ Այսենց ծածուկը։ Ծածուկում ո՞նց ես։ Հեն էլ կստանաս։ Ամեն։ Բայց ես ձեզ ասեմ, այս մոգերի վերաբերյալ օծերի, ասում են այս ժամանակ հատուկ եղել են կոբրաներ այս իրաց տարածաշրջանի մեջ։ Չգիտեմ ինչ հատուկ իրակ անունով են կոչվել։ Ասում են իրաց գլխների վրա, այսպես մի հատ փափուկ տեղ եղել, երբ որ սենց սխմել են, ինքը փայտացել, սենց մնացել է։ Թվացել է թե ինքը գավազան է։ Ու երբ որ քծել են, ինքը արդեն սկսել է աշխուժանալ այս օծը։ Բայց երբ որ բռնել են, այսպես գլխից սխմել են, ինքը այս ժամանակ այսպես փայտի պես է դարձած եղել։ Հենց որ իրաք նույնիսկ չեն կարողացել գավազան օծ սարքեն։ Ինչի՞, որովհետև շունչ տվողը միայն Աստված է։ Ամեն սերմի մեջ կա սերմ։ Սիրեներս, նրա մեջ կա սերմ։ Մենք սերմից ենք ծնվել, մեր մեջն է կա սերմ ստեղծագործելու։ Մենք արարիչ չենք, բայց մենք կարանք ստեղծագործենք այն ինչ որ արդեն արարված է։ Փայտը վերցնել ու մի գեղեցիկ բան շինել։ Ամեն։ Հալելույա, փառք Հիսուսին։ Աստված օրհն է ու կարելի է վերջի տեղն է ասեմ։ Նայեք, Սաղմոսների մեջ գրված է 119-105, բայց ռուսերեն է, հայերենով 118-105։ Գրված ասում է քո խոսքը լույս է իմ ոտներին համար եւ լույս է ճանապարհներիս համար։ Գիտեք այս խոսքը ինչ ձև է նկարագրված։ Ասում է ժամանակ, երբ որ մարդկանց ձեռքերը այսպես զբաղված է եղել, այս իրաց դե կոշիկ չի եղել ժամանակ, ինչ որ հակել են, սենց հատուկ տեղեր է եղել, որ ճրակ են դրել։ Ու ամեն մի ոտքը, երբ որ դրել են, լուսավորվել է այս կանը։ Տեսել են այս կան, հետո էլի են շարժվել, որովհետեւ կարողանան կրեն։ Այս խոսքը շատ հետաքրքիր այս տեղի վերաբերյալ։ Երբ որ մարդ անձամբ Աստծուց խոսք է ստանում, դու սկսում ես մի հատ քայլ անել, լուսավորվում է այս կանը։ Քո լույսը իմ ճանապարհներից լույս չի տալու։ Իմ հայտնությունս քեզ չի օգնելու։ Քեզ կարա լավ, ասես ինչ ասեմ, մի հատ բարձրացնի, մի հատ ոգևորի, ասես լավ օրինակ լինի, բայց դու երկար չես գնա։ Գիտեք ինչի։ Գիտենք, ռեման նշանակում է Աստծուց խոսք։ Երբ որ ես մտնում եմ, հա, օրինակներին վրս բերի, ռեմա եմ ստանում, Աստծուց կենտանի խոսք ու փոխանցում եմ։ Բայց չեղավ որ դա դարձավ ռեմա բոլորիս։ Ինքը արդեն եկավ խոսք, լոգոս։ Այո, կարող Աստված այս խոսքն է օգտագործել, ասի հենց քեզ համար է, վերցնես, բայց դու կզգաս այս ժամանակ։ Կվառի քո մեջ։ Դու հասկանաս, որ այո, Աստված, բայց ես շատ է ասեմ։ Ժողովուրդ, Աստված չի ուզում մեկի միջոցով լիքը
Աստված ուզում է ամեն մեկից մեջ մի բան ծնվի, մի վկայություն ծնվի, մի օրինակ ծնվի։ Ինչքան անհետաքրքիր կլիներ, մեկի ով всё բոլորս այն որ տեսել եք սենց ստրիշկեք կտրվածներ, բոլորին նույն ձև է։ Ինչքան անհետաքրքիր կլինի այս ամեն ինչը։ Ես այն որ я протестую։ Ես չեմ համաձայնվում, ես սենց ապրելու։ Ես ուզում եմ իմ օծությունս, իմ շնորհքս, իմ հասկացողությունս Աստված գործած է։ Յուրահատուկ ձևի։ Ինչքան որ ինձ է բացված, ինչքան որ ինձ է վստահված։ Գիտեք, սիրելիներս, եւ վերջի տեղը բացենք։ Նայեք։ Բայց մինչև այս տեղը բացել Հովհաննես 15:5։ Ասում է ով որ մնա իմ մեջ, ես էլ նրա մեջ պտուղ կբերի։ Սիրելիներս, այսօր շատերը չեն ուզում մնան նրա մեջ։ Բայց ուզում են պտուղ բերել։ Մի հատ դառը ճշմարտություն կա, պտուղ չես կարա բերես։ Գիտեք ինչի, որտեվ դու նրա մեջ չես, կամ ես։ Երբ կբերենք մենք պտուղներ, երբ որ մնացինք նրա մեջ, նրա խոսքերն են մեր մեջ։ Ասում է այս ժամանակ 15:5 դուք պտուղ կբերեք։ Հիմի ես մնում եմ նրա մեջ, խոսքերն է իմ մեջ, ես ընդից գերբնական հայտնություններ եմ ստանում, ելնում եմ օրինակ, ինչ անում եմ հաջողվում է, մեկը գալիս է աղոտելու, չեմ աղոտում, փչում եմ ինքը բժշկվում է, օրինակ, բոլորը սկսում են փչել, բայց դու մնում ես նրա մեջ, խոսքն էլ քո մեջ։ Դու առել ես ծածուկ սենյակի մեջ, որ պետք է փչել։ Գիտեք, այս տեղը շատ եմ դուրս գալիս Պետրոսի, որ ասում է մտավ տեսավ Ենե բաներ, հիվանդ էր, ասեց, «Ենե, Քրիստոս տիբե իսցիլիա է»։ Ասում է, Քրիստոսը քեզ բժշկում է։ Նույնիսկ չանդրադարձավ, ձեռք չդրեց, դա իր հայտնությունն էր։ Ես փորձել եմ մեկ այն անգամ։ Հրիպսիկ, Աստված քեզ բժշկում է, ոչ բանը չի եղել։ Դա Պետրոսի հայտնությունն էր։ Ինձ պետք էր գնալ, ձեռք դնել, մի հատ ապաշխարության իրան բերել։ Ամեն։ Շատ արագ խոսացի։ Արագ իրար վրա խոսացի։ Հարկ Հիսուսին։ Ու վերջի տեղը, առաջի թագավորաց 17:38-ից 40։ Հիմա այս խոսքերը խնդրում եմ վայելելով լսեք։ Սես վայելեք։ 17:38-ից 40-ը։ Եվ Սավուղն իր հանդերձները հագցրեց Դավթին, եւ նրա գլխին մեկ պղնձի սաղավարտ դրավ, եւ նրան զրայել հագցրեց։ Ու վայելեք այս տեղերը։ Եվ Դավիթը նրա սուրի մեջքը կապեց հանդերձների վրա եւ սկսեց մանկալ, պատկերացնում եք, բոլոր այն ինչ որ ճիշտ է, հակավոր են հայտնությունները, որը որ ունի ինչպես պետք է վերցնել, որ ելնել Գողիաթի դեմ, բոլոր այս հայտնությունները վերցրեց իր վրա։ Ու գրված ասում է եւ սկսեց մանկալ։ Այս մանը մարդիկ կան այսպես հայտնություններ են վերցրել ու օրերով ման է կեգե խոսքի ամիսներով։ Հիմա շարունակությունն են կարդում։ Մանկալ, որովհետև սովոր չէր եւ Դավիթը Սավուղին ասեց։ Հա, մաներ կալս եւ Դավիթը Սավուղին ասեց. Սրանցով չեմ կարող մանկալ։ Գիտեք ինչի համար ենք մենք նաեւ աղոտելու։ Այն սատանայի սդին, որ միգուցե դու ներսդ բան ես խոսք տվել, ու հետո այն ժողովող տեղն է եկե, որ լավ է չխոստանայиш, քանստեղ խոստացել ես ու ետ ես կագնում, որ քանդվի ամեն սխալ ուխտեր, ամեն սխալ ինչ որ դու Աստծու հետ կապել ես, յանի թե Աստված է քեզ տվել ու Աստծու հայտնության վրա եղել։ Հիմա դու սկան օրեր, տարիներ, միգուցե ամիսներ, որ քայլում ես այս հանդերձներով, լավ ես քեզ զգում, եթե լավ ես զգում Աստված օրհն է, բայց եթե լավ չես զգում Դավթի պես, ժամանակն է հանելու։ Ամեն։ Հալելույա։ Ահա, ու ասում է, Դավիթը Սավուղին ասեց. Սրանցով չեմ կարող մանկալ, որովհետև սովոր չեմ։
Եվ Դավիթը հանեց նրանք իր վրայից։ Պատկերացնում եմ ինչ ասեց, հազիվ հանեց ծանրությունին վրայից ես։ Հազիվ հանեց ես մարդու հայտնությունն իմ վրայից ես։ Հազիվ հանեցի։ Ինչ լավ է։ Աստված ինչ պետք է անեմ։ Եվ իր ցուպը ձեռք վերցրեց, ցուպը։ Պատկերացնում եք, ելնում է պատերազմի ցուպը, փայդը վերցնում է ձեռը, փայդով։ Դա է իր հայտնությունը։ Եվ իր ցուպը ձեռք առավ եւ հեղեղատից իր համար 5 հատ գայլախաս քար ճոգեց։ Եվ նրանց իր հովվական ամանի, այսինքն մախաղի մեջ դրավ։ Ինչ կատարվեցավ։ Այն ինչ որ ճիշտ էր, այն ինչ որ իրան առաջարկում էին, կողքի դրեց։ Սավ Տեր, դու ինչ ես խոսած իմ սրտիս մեջ։ Սկան ժամանակ ինչի մեջ ես ինձ բարձրացրել։ Միգուցե շատերի կողմից դա անարգված մի բան էր, փայդը, որ փայդով ցուպով պետք է ելներ Գողիաթի դեմ, բայց դա իր հայտնությունն էր, որ խնդրեմ կարող եք գալ։ Դա իր հայտնությունն էր։ Իր հայտնությունն էր 5 հատ քարը վերցնել։ Սիրելիս, այսօր քո 5 քարը կարա ամբողջ աշխարհով վկայություն դառնա։ Աստծո գեներալների, երբ որ գիրկը կարդում եք, շատ եմ լսել իրաց մասին։ Դուք նայեք ու կարտացեք։ Աստված ինչ ձև է ամեն մեկին մոտեցել, սիրենես, ինչ հայտնություններ է տվել։ Մի արթնության մասին է խոսում, բայց գիտեք ինչ հայտնություն էր Աստված տվել մեր հովիվի։ Աստծո գեներալների գրքի մեջ գրված մարդ է։ Ասում է, այսենց են յաշիկ, արկը, կվերցնես, կանցնես քու գլխիդ ու կնստիս։ Երկրպագություն, փառաբանություն, երբ ասեցի հան գլխիցդ կհանես, գելնիս բեմին կկագնիս ու կսկսես հիվանդության անուններ տալ, չես աղոթե, խոսքի, ռակ, շակար, գլխացավ, էս, ու մարդիկ սկսում էին աղաղագել ու ազատագրվել։ Երբ որ լսեցի այս տեղը, ասում եմ Աստված ինչ, են Պետրոսի պես անձամբ քեզանից պետք է լսած լինի, որ հանկարծ չխորտակվի։ Պատկերացնում եք մեկը ներս է գալիս, հազիվ ոնց որ քարոզել ես մի 2 ամիս բերում ես, որ ու մեկը մարկղով նստած է։ Խոսքի էլի, սկսեմ դե արիս կանա համոզես, սպասե մեկ ժամից տես ինչ կկատարվի ստեղ։ Մի հատ է պետք է համոզես, որ ինքը մնա։ Դա Աստծո հայտնությունն էր։ Մենք այսօր Գյումրիում խոսում ենք Ամերիկայի չդեմ որ կողմերի հայտնության մասին։ Սիրելիս արեք թույլ տանք, թող Գյումրու հայտնությունը դուրս գա։ Լուրջ եմ ասում, ես ինձ նախանձավոր եմ։ Արեք թույլ տանք, թող Գյումրու հայտնությունը տարածվի, շաղաղվի ամբողջ աշխարհով։ Ինչի միշտ նայենք դրսից ինչ եք, արեք մերը ուղարկենք այն կողմերը։ Բայց որտեղից է ծնվելու։ Եթե մնաք իմ մեջ, իմ խոսքերն է ձեր մեջ, պտուղ կբերեք։ Այ ժամանակ կծնվի։ Արեք որոշում կայացնենք մնալու նրա մեջ։ Նրա խոսքերը մեր մեջ, որ պտուղ ծնվի, ու այս պտուղը տարածվի, ու այս պտուղը դառնա վկայության խոսք։ Արեք սիրելիներս, վերադառնանք այն Մովսեսի պես, այն ծածուկ սենյակը։ Միգուցե Աստված կասի էլ ձեռքդ մտցրա ու հան։ Գավազանդ քիծ։ Ամբողջ մի պետության վրա սարսափ բերեցին։ Այսօր մարդիկ շատ տենում ենք ինչ է կատարվում ամբողջ աշխարհով մեկ։ Ինչ զենքեր են օգտագործում, միլիարդներ են ծախսում, որբեսի տարածքներ ազատագրեն կամ թշնամուն դուրս անեն չեն կարող։ Աստված մի գավազանով, որը օծ դարձավ, ազատեց 3 միլիոն հոգու գերույությունից։
Խորացեք, սիրելիներս, մի հատ մտածեք 30 վայրկյան։ Ինչ գումարներ է ծախսվում։ Մեկ ավազանով 3 միլիոն հոգի մարդ գերույթունից ազատվան։ Զորավոր է մեր Աստված։ Այ մենք գործ ունենք այս Աստծո հետ։ Դուք էլ ասում եք արեք գնանք չդեմ ուր։ Մեր Աստծուն թողել ենք, այն մեր հայտնությունները թողել ենք, կենտանի շփումը թողել ենք, հենգել ենք YouTube-ների մեջ, Աֆրիկայի հաճ։ Այս մարդու եղել է իր հայտնությունը, սիրելիներս։ Մենք արեք ասենք Սուրբ Հոգի հպվիր, Սուրբ Հոգի բժշկիր, Սուրբ Հոգի զորացրա։ Միգուցե կարող է, ես չգիտեմ, ծանրախոս ես, կարևորը օծությունն է, կարևորը զորությունն է։ Մարդկա շատ ճարբիկ խոսում է, բայց քամուց թեթև է խոսքերը։ Մարդեկա կմկմալով մի հատ ամեն ասում, ջանդ փշակաղվում է։ Բայց վերջի պատմությունն եմ ուզում պատմեմ։ Ամերիկայում է լինում տարբեր դերասաններ, երգչուհիներ սենց հավաքված, ու մեջները մի քրիստոնյա է լինում վերստին ծնված։ Ասում են մենք գիտենք Սաղմոս 23-ը, Տերն է իմ հովը եւ ես կարոտություն չեմ ունենա նականը։ Ու ելնում են ամեն մեկ արդաս այս Սաղմոսն ասում են, բոլորը ծապարում են, սենց ուրախ նստում են, ու այս հավատացյալին են ասում են դե դու է գիտես դու էլ պատմե։ Ու ելնում պատմում է, ասում է Տերն է իմ հովիվը։ Մի հատ մթնոլորտը իջնում է։ Մի հատ փոխես որ խնդրեմ, մի փոքր ուրիշ ծեր նվագ։ Ու սենց մթնոլորտը իջնում է ժամանակ։ Սկսում են բոլորը արտասվել։ Սկսում են բոլորը Աստծո ներկայությունը վերապրել։ Ու հարց են իրան տալիս։ Ասում են ինչի՞ց էր, որ երբ որ մենք Սաղմոսն ասում ենք, բոլորս ուրախանում ենք, ծապ ենք տալիս։ Ասում են երբ որ դու սկսեցիր այս նույն Սաղմոսը բարձրաձայնել, մենք բոլորը սկսեցինք լացել, բժշկվել ու Աստծուն ենք վերապրում։ Ասում են որովհետև ես գիտեմ այս գրողի հեղինակին, իսկ դուք չգիտեք։ Միտքը կարևորը հեղինակից առնելն է, իմանալն է ու կիրառելն է մեր կյանքերի մեջ։ Ամեն։ Աստված բոլորի շատ օրհնե, սիրելիներս, կարող եք ոտքի կանգնել։ Ու եթե ոնց որ ասում է, կա սենց սրտիդ մեջ, որ սենց ուխտեր է սարը ու զգում է սավուղի հակուսների պես քեզանից ծանր է, քեզանից մեծ է, ասում է սնչի խոսացի։ Ես իրավունք եմ վեոպահում, ասում եմ, Աստված կների քեզ, եթե հիմա դու ապաշխարես, բաց թողնաս ու հանգիստ ապրես։ Ամեն։ Եթե կա այսպես մարդ, քո ներսդ այս երաշտության ընթացքում, պրոստը իմ հետևից կարաս կրկնես։ Կամանց, քո ներսը, որ ոչ մեկն է չիման, ասա Տեր, ես խնդրում եմ այս սխալ ուխտերիս համար միգուցե որ արել եմ, սխալ Տեր իմ Աստված, միգուցե ձայներ եմ լսե, սխալ հայտնություն եմ ստացել, ու հասկանում եմ Դավթի պես, որ այս հակուստը ոնց որ շատ ծանր է իմ վրես, անհարմար է Տեր, կներես էլի չեմ ուզում տանեմ, ես հրաժարվում եմ Աստված, Հիսուսի անունով, ես բաց եմ թողնում Տեր ջան, տուր ինձ իմ հայտնությունս, ցույց տուր ինձ իմ ուղիներս, իմ ճանապարհս, ցույց տուր Աստված ջան, իմ ճանապարհս Աստված, հալելույա, փառք ես Տեր ջան, նույնպես աղոթում եմ իմ քույրերիս եղբայրներիս համար Տեր, որ փոցավառես մեզ նոր հայտնություններով, ստեղծագործական մտքերով Տեր, Հիսուսի անունով, որ այստեղ ամեն մեկս լինենք Աստված ջան, վկայության խոսքեր Տեր, որ ամեն մեկս ունենանք քո հետ անձնական փոխհարաբերություն։ Եվ ինչպես որ Հովհաննեսի մեջ է գրված 15:5 Հիսուս ասեց, եթե մնաք իմ մեջ, իմ խոսքերն էլ ձեր մեջ, դուք պտուղ կբերեք։ Օգնիր, որ մնանք քո մեջ, Տեր։ Օգնիր, որ ոչ մի բան չկարողանա հեռացնի մեզ քեզանից, Տեր ջան։ Հիսուսի անունով Աստված։ Օգնիր Աստված, որ պտուղ բերենք։ Օգնիր, որ քո խոսքդ մեր մեջ մենք ամուր պահենք, Տեր։
որպես գանձ պայենք, Տեր, Հիսուսի անունով, օգնիր մեզ Աստված, որ հետևենք քեզ, Հիսուսի անունով, եթե մեկը կանչված է որպես մայր Տերեզա, որ միգուցե այսքան է փառավոր ծառայություն չէ, որ ուրախությամբ անի, Տեր, եթե մեկը կանչված ասված, որ ծածուկ ուղղակի օրհնության աղբյուր դառնա մարդկանց համար, թող ուրախությամբ ու ծածուկ անի Հիսուսի անունով, եթե մեկը կանչված է քարոզելու ասված, թող ելնի ամբողջ քաղաքով մեկ ավետարանը տարածե, Տեր, խնդրում ենք, որ դու ցույց տաս, Տեր, բոցավառես մեր մեջ Աստված եւ հաստատությունով հաստատես, Տեր, Հիսուսի անունով, Տեր, որ եթե մի բան մեզ բացված է, ուրիշներին չմտցնենք Աստված այս սահմանների մեջ, ուրիշներին չստիպենք կամ Աստված դատապարտության մեջ չգցենք, Հիսուսի անունով Աստված, թող քո զորությունդ լինի, Տեր, ամեն մեկիս վրա այստեղ Աստված, եւ խոսում ենք ազատություն, օրհնություն, խաղաղություն, Հիսուսի զորավոր անունով,